Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր հունվարի 12-ն է, երկուշաբթի։ Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին անցած տարվա դեկտեմբերի 28-ից։ Երկրում ինտերնետի և հեռախոսագծերի անջատման պատճառով ցույցերի ընթացքը գնահատելը ավելի դժվար է դարձել, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Բողոքի ցույցերի զոհերի թիվը գերազանցել է 500-ը, հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները։ Թրամփը աջակցություն է հայտնել ցուցարարներին, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել, իսկ Իրանի կառավարությունը եռօրյա ազգային սուգ է հայտարարել անկարգությունների ժամանակ զոհվածների համար։ Իրանում ձերբակալել են բողոքի ցույցերի առաջնորդներին։ Ճնշումները խստանում են ԱՄՆ միջամտության սպառնալիքի ֆոնին։ Գարդիանը հայտնել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը ուժեղացնում են բանավեճը Դոնալդ Թրամփի կողմից անկարգություններին միջամտելու սպառնալիքի պատճառով։ Իրանի գլխավոր դատախազը շաբաթ օրը զգուշացրել է, որ բողոքի ցույցերին մասնակցող յուրաքանչյուր ոք կհամարվի Աստծո թշնամի, ինչը մահապատժի մեղադրանք է։ Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիֆը երեկ զգուշացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը և Իսրայելը կդառնան օրինական թիրախներ, եթե ԱՄՆ-ն հարված հասցնի Իսլամական Հանրապետությանը։ Իրանի վրա հարձակման դեպքում ինչպես օկուպացված տարածքը, այնպես էլ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական կենտրոնները, բազաները և նավերը կդառնան մեր օրինական թիրախները։ Օրենսդիրները շտապել են Իրանի խորհրդանի ամբիոն կոռալով մահ Ամերիկային։ Ամերիկյան փորձագետների համար անհասկանալի է մնում, թե որքան լուրջ է Իրանի սպառնալիքները Միացյալ Նահանգներին, հատկապես անցած տարվա հունիսին Իսրայելի հետ ունեցած 12-օրյա պատերազմից հետո, որի ժամանակ ոչնչացվել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ մասը։ Իրանից ուղարկված առցանց տեսանյութերը հավանաբար Starlink արբանյակային հաղորդիչների միջոցով ենթադրաբար ցույց են տալիս ցուցարարների հավաքը Թեհրանի հյուսիսային Պունակ թաղամասում։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Իրանի իշխանությունները անջատել են ինտերնետը Իսլամական Հանրապետության տարածքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է բանակցել գործարար Իլոն Մասկի հետ Starlink-ի միջոցով Իրանում ինտերնետային կապի վերականգնման վերաբերյալ։ Մենք կարող ենք խոսել Իլոնի հետ, քանի որ, ինչպես գիտեք, նա շատ լավ է այս գործում, այնպես որ մենք կարող ենք կապվել Իլոն Մասկի հետ, եւ ես կզանգահարեմ նրան անմիջապես ձեզ հետ զրույցն ավարտելուց հետո։ Սա արդեն երրորդ անգամն է, որ Իրանը անջատում է ինտերնետը արտաքին աշխարհից։ Առաջինը տեղի ունեցել 2019 թվականին, երբ կառավարության կողմից սուբսիդավորված բենզինի գների կտրուկ աճից զայրացած ցուցարարները դուրս եկան փողոցներ։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ ժամանակ զոհվել է ավելի քան 300 մարդ։ Այնուհետև Մահսա Ամինիի մահվան հետևանքով Իրանում բողոքի ցույցեր սկսվեցին 2022 թվականին։ Ամիսներ տևած ճնշումների հետևանքով, ըստ արևմտյան աղբյուրների, զոհվել է ավելի քան 500 մարդ։ Իրանում տեղի ունեցած ցույցերի ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ Reuters-ի քննարկվել է Իրանում ԱՄՆ հնարավոր միջամտության հարցը։ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հավանականության կապակցությամբ։ Reuters-ին հայտնել են քաջատեղյակ իսրայելական 3 աղբյուրներ։ Մանրամասներ սակայն չեն հաղորդվում, թե գործնականում ինչ է նշանակում բարձր պատրաստվածության վիճակը։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Իրանի հայ համայնքի հետ կապ հաստատել չի հաջողվում, ինչը անհանգստացնող է, նշել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա հայտնել է, որ ուրբաթ օրվանից տեղեկություններ չունեն մեր հայրենակիցների մասին, որպեսզի հայերի տարհանում կազմակերպվի։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու։ Նման դեպք, երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջեւ, թե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով ենք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա պետք է այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում։ Չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 23 թվականին, երբ որ սկսվեց Համաս-Իսրայել առճակատումը, ռազմական վերջին փուլը, մենք ռազմական գործողությունների առաջին 10 օրվա ընթացքում մեր հայրենակիցների մի մեծ խմբի տարհանեցինք Իսրայելից եւ մեր ջանքերով էր դա մենք ենք պնդում, որ դա տեղի ունենա, հենց որ տեսնենք, որ համապատասխան տեղեկություն ունենք
Իրանի մեր հայրենակիցների հետ կապված, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անել կառավարությունում, իհարկե դա կանենք, բայց այս պահին մենք իրոք շատ անհանգ ստացած ենք, որտեղ ուրբաթ օրվանից, իսկ ուրբաթ օրը իրականում այդ այս բախումների փուլի ամենասուր մասի սկիզբն էր։ Այո, իհարկե ցույցերը արդեն 12 օր են տևում, 13 օր, բայց ուրբաթ օրվանից սրվել է ամեն ինչ եւ կուզեի պատասխանել, ինձ էլ է շատ անհանգ ստացնում դա։ Հալեպում վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներին 129-ի։ Հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը, վկայակոչելով երկրի առողջապահության վարչության լրատվական գրասենյակի տվյալները։ Սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե թաղամասերում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման եւ բնակիչների անվտանգ վերադարձի ապահովման մասին։ Հայտարարության համաձայն Շեյխ Մաքսուդ թաղամասը լիովին մաքրվել է քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերում արկա ականներից եւ պայթուցիկ նյութերից։ Թաղամասում գտնվող զինյալները տեղափոխվել են Սիրիայի հյուսիս-արևելք։ Աֆրինի շրջանի վարչակազմը հայտարարել է Հալեպի Աշրաֆիե թաղամասի բնակիչների առաջին խմբի վերադարձի մասին։ Հալեպի նահանգապետարանի տվյալներով Շեյխ Մաքսուդը, Աշրաֆիեն, Բանի Զեյդ եւ շրջական թաղամասերը լքել էին մոտ 140,000 մարդ, որոնց մեծ մասը ուղևորվել էր դեպի Աֆրին քաղաք։ Միացյալ Նահանգների նախագահի Գրենլանդիայի հարցով հատուկ բանագնաց նշանակված Ջեֆ Լենդրին, ով նաև զբաղեցնում է Լուիզիանայի նահանգապետի պաշտոնը, հայտարարել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դանիան օկուպացրել է Գրենլանդիայի տարածքը։ Ամերիկյան CBS News-ի տեղեկություններով այս շաբաթ Թրամփի ներկայացուցիչները Գրենլանդիայի հարցով հանդիպելու են Դանիայի ներկայացուցիչների հետ։ Նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ նախագահ Թրամփը հետաքրքրված է գնելու դանիական տարածքը։ Հունվարի 11-ին կրկին խոսելով այս մասին, նախագահ Թրամփն ասել է, որ եթե Միացյալ Նահանգները ձեռք չբերի Գրենլանդիան, ապա դա կարող են անել Ռուսաստանը կամ Չինաստանը։ Եթե դա մեզ չհաջողվի հեշտ տարբերակով, ապա կանենք բարդ տարբերակով, լրագրողների հետ զրույցում ասել էր Թրամփը։ Դանիայի իշխանությունները արձագանքելով Գրենլանդիայի վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի հայտարարություններին, բազմիցս հիշեցրել են, որ կղզին Դանիայի թագավորության մաս է, կոչ անելով Ամերիկային դադարեցնել սպառնալիքները։ Որոշում ունենք, որ մինչև 2027 թվականը ներառյալ անօթևանների խնդիրը լուծված է լինելու Շիրակի մարզում։ Շանթի հեռանկարի եթերում ասել է Շիրակի մարզպետը։ Դավիթ Արուշանյանը հայտնել է, որ խնդրի կարգավորման համար ընդունելի են թե բնակարանաշինության, թե բնակարանի գնման վկայագրերի տրամադրման տարբերակները։ Ամփոփելով անցած 2025 թվականը մարզպետը ներկայացրել է մարզում կատարված աշխատանքներն ու թերացումները, որոնք հիմնականում դպրոցաշինական ու ենթակառուցվածքների շինարարության հետ են կապված։ Երկրաշարժից 37 տարի անց 37 ու ավելի անգամներ այս տարիների ընթացքում անօթևանության խնդրի լուծման տարբերակներ են առաջարկվել, ժամկետներ սահմանվել ու վերասահմանվել, բայց էլի տնակները կան ու մի քանի անգամ այդ տնակների քանակը գերազանցում է անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքների թվին։ Տնակատերը բնակարան է ստացել, տնակը վարձով է տվել կամ վաճառել, դրանում նոր բնակիչներ են հայտնվել կամ տնակը բնակեցված չէ, բայց չի էլ ապամոնտաժվում։ Բազմաթիվ չբնակեցված տնակներ կան, որոնց ապամոնտաժման իրավական հարցն այդպես էլ չի լուծվում։ Առաջնային խնդիրը անօթևանության կարգավիճակ ունեցող մարդկանց հարցը լուծելն է, այնտեղ կան մարդիկ, որոնք բարելավման ծրագրից են օգտվելու մի սենյականոցի, այդտեղ այլ մոդեցում է ՊԳՎ-ի, որպես այդպիսի բնակարանի քննման վկայական չի, այլ մոդեցում է, իսկ ովքեր 2-3-4 սենյակներ են կորցրել, իրենցը հենց ՊԳՎ է լինելու բայց 2000-ից ավել տնագները արդեն քաղաքապետարանի հետ պիտի հասկանանք ինչ ձևով են լուծում տալիս, որտեղ մեզ շատ տնագներ կան, որոնք ուղղակի մարդիկ չեն ապրում այդ տնագի մեջ, ինչ-ինչ պատճառներով այդ տնագները պահվում են մի քաղաքում։ Շիրակի մարզում անօթևանության խնդրի լուծման վերջնաժամկետ սահմանված է 2027 թվականը, իսկ որպես լուծման տարբերակ քննարկվում են վկայագրերի տրամադրումը եւ բնակարանաշինությունը։ Անօթևանության ու շատ այլ խնդիրների լուծման համար մարզպետարանի եւ քաղաքապետարանի համագործակցված աշխատանք է անհրաժեշտ։ Դավիթ Արուշանյանը նշում է, Գյումրիի քաղաքապետարանի հետ աշխատում են ինչպես մարզի մյուս 5 համայնքների հետ, բայց չի թաքցնում, որ քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ է, քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան,
կա նաև կառավարման ճգնաժամ։ Այս իրավիճակը ցանկալիների շարքից էր, երբ որ աղբանության խնդիրներ կա Գյումրիում, կա փողոցի մաքրման հետ կապված խնդիրներ, կա մաշին թույլտվությունների հետ խնդիրներ, այսինքն որպես այդպեսին քաղաքապետարանը բազում խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար, բազում խնդիրներ կան, այդ խնդիրներին բնականաբար լուծում է տալ պետք, դե պարզ է, որպես այդպեսին, երբ որ քաղաքապետը չկա, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարը ինչ կանել աշխատի, ամեն դեպքում քաղաքապետ չլինելու պարագայում պատկերը սա է լինելու, ինչ որ մենք ունենք ու բոլոր տեղերում էլ երևի թե նույն պատկերն է լինելու, բայց այստեղ արդեն պատասխանատվությունը այն բոլոր 4 ուժերինն է, որոնց միջոցով կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Արտեմ Ղուկասյանը դարձել է քաղաքապետ։ Իսկ խնդիրները անցած տարի ոչ միայն Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքում են արձանագրել, այլ նաև պետական միջոցներով իրականացվող ծրագրերում։ Խոսքը դպրոցների Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի Կապսի ջրամբարի շինարարության մասին է, որտեղ գործերը կիսատ են մնացել, շինարարներ են փոխվել, նախագծային թերություններ հայտնաբերվել։ Այդուհանդերձ մարզպետը դպրոցաշինության առումով 2025-ը հաջող տարի է համարում։ 2025 թվականին սկսեցին 28 դպրոցների հիմնանորոգման ծրագիրը եւ դպրոցների մի մասը արդեն երեխեք տեղափոխվել են այդ նոր դպրոցներում են դասերն անում, մի մասի շինարարական աշխատանքները ավարտվել են, այնտեղ տեխնիկական հարցեր են լուծում, մի մասը դեռ շարունակվում է, ինքնտանուր 7 միլիարդից ավել միայն շինարարության գումարներ, դրան գումարվում է նաև ամբողջությամբ նոր կույք է ձեռք բերվում, այսինքն մենք ուղղակի կոսմետիկ վերանորոգում չենք անում, այդտեղ ամբողջությամբ փոխվում է դպրոցը։ Դպրոցաշինական ու ճանապարհաշինական աշխատանքները փոխկապակցված են։ Ըստ Դավիթ Արուշանյանի հստակ հանձնարարական կա գյուղական բնակավայրերի դպրոցները կմիավորվեն, եթե դպրոց տանող ճանապարհները վերանորոգվեն։ Նոր կառուցվող ու վերանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների նորոգումը ևս համայնքների ղեկավարները պետք է սուբվենցիոն հայտերում ներառեն։ 2026-ի ճանապարհաշինական աշխատանքների ծավալները դեռ հայտնի չեն։ Խոսքը մասնավորապես Գյումրիին է վերաբերում։ Քաղաքապետարանը պիտի ներկայացնի սուբվենցիոն ծրագրերի հայտը, ավականին պիտի հաստատի, թե որ փողոցների, կոնկրետ որ փողոցների, կարող եմ ասել, որ 24 թվականից դեռ կար 20 փողոցի, 20 թե 22 փողոցի շինարարության հետ հասցրել էին, շինարարության մեծ մասն արդեն ավարտված է, բայց նաև կար 18 ընդհանուր սուբվենցիոն ծրագրերին, բայց նաև կար 18 փողոցի փաթեթ, որը չեն հասցրել կառավարություն ու սուբվենցիոն ծրագրերի հետ հայտը չէր հաստատվել, հիմա չգիտեմ քաղաքապետարանը ինչ կորոշի տեղափոխի այդ 18-ը 26 թվական, թե նոր սուբվենցիոն ծրագրեր կտանի։ 2025 թվականին մեծ ու փոքր ծրագրեր իրականացվել են Շիրակի մարզի բոլոր 127 գյուղերում, նույնիսկ ամենահեռավորներում։ Ըստ Դավիթ Արուշանյանի, հին տարին իր հետ տարել է մարզպետի պաշտոնավարման լուրերի շուրջ աղմուկը։ Վերահաստատում է, պաշտոնից հեռանալու շուրջ քննարկումներ եղել են, բայց որոշում չի կայացվել։ Իսկ այդ մասին լուրերը շատ արագ տարածողներին մարզպետը արկածախնդիրներ է անվանում։ Լուսինե Հայրապետյան, Հորիզոն։ Կարողացել ենք նույնիսկ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը հերթական համերգն է նվիրել դասականի երաժշտասերներին։ Նվագախմբի հետ նվագելու առաջարկով եւ նախաձեռնությամբ հանդես է եկել իտալացի երիտասարդ ջութակահար Անդրեա Չիկալեզեն։ Միջազգային բեմերում հանդես եկած 20-ամյա վիրտուոզը նվագել է 1731 թվականի բացառիկ ժառանգություն համարվող ջութակով։ Հարուստ մեղեդայնությամբ ու ներդաշնակությամբ Շուբերտի հանրահռչականաբար սիմֆոնիայով սկսվեց Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը դասականի սիրահարներին հաղորդեց զգացմունքային հարմոնիա։ Սիմֆոնիկ նվագախմբի եւ ջութակի համադրությամբ դասական երեկոյի ընթացքում հնչեց նաեւ Չայկովսկի։ Գլուխգործոց ստեղծագործությունները հանդիսականին ներկայացնելու մեծ ցանկությամբ առաջին անգամ Գյումրիի սիմֆոնիկի հետ բեմ բարձրացավ իտալացի երիտասարդ ջութակահար Անդրեա Չիկալեզեն։
cooperation with this orchestra up to now in Տպավորված եմ թե երաժիշտների պրոֆեսիոնալությամբ, թե հանդիսականի եւ քաղաքի վերաբերմունքից։ Կարևոր փորձառություն եւ հնարավորություն է ինձ համար նվագել դասական արվեստը այսչափ սիրող եւ գնահատող հայերի համար։ Երջանիկ եմ, որ բացառիկ այս գործերը հանդիսականը լսում է նաեւ իմ մեկնաբանությամբ։ Այս ծրագիրը մի փոքր տարբերվում է այն իրական գործոնով, որ առաջարկը ստացել ենք երաժշտից։ Ունենալով համագործակցային մեկ այլ ծրագիր, լսելով արդեն Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին մի քանի կատարումներ իր իսկ ընկերներից արդեն ունկնդրելով ցանկություն է հայտնել համագործակցային ծրագրով հանդես գալ առաջին անգամ Գյումրիում եւ նաեւ մայրաքաղաք Երևանում։ Սանամյա վիրտուոզ ջութակահարը բեմից փոխանցեց գործիքի հանդեպ ունեցած ազնվագույն զգացական վերաբերմունքը։ Անդրեա Չիկալեզեն Գերմանիայում է բնակվում, երաժշտական կրթությունը դեռ 7 տարեկանից այդ երկրում է ստացել։ Նա նոր սերնդի այն պրոֆեսիոնալ կատարողներից է, ով չնայած երիտասարդ տարիքին արդեն հասցրել է գրավել հեղինակավոր միջազգային բեմեր։ Նրան անվանում են երաժշտական հասունություն եւ տպավորիչ տեխնիկական սահունություն ունեցող երաժիշտ։ Անդրեան հաճախ որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի ամենահայտնի համերգասրահներում։ Բերլինի ֆիլհարմոնիայում, Մյունխենի, Համբուրգի, Ցյուրիխի եւ այլ հանրահռչակ դահլիճներում արժանանալով հանդիսականի ջերմ ընդունելությանը։ 2023 թվականից Անդրեային տրված է բացառիկ իրավունք նվագելու լեգենդար վարպետ Գուարնիերի դել Ջեզուի 1731 թվականին պատրաստած ջութակով։ Այս վարպետի կորդիկով էր նվագում նաև Նիկոլո Պագանինին։ Գիտեք, ոչ մի ձայնագրություն, ոչ մի տեսագրություն չի կարող փոխարինել այն հնչողության զգացողությանը, որը քեզ տարերի միջով անցնում տանում է։ Չեմ կասկածում եւ դուր կգա մեր հանդիսատեսին եւ իհարկե մադաղ սերնդին ձգտում կավելացնի այս երևույթը, սա բացառիկ համերգ է։ Իտալացի վիրտուոզը խոստովանում է, որ ոգեշնչված է տաղանդավոր հայի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարողական արվեստով եւ ներկայում դասեր է ստանում նրա ուսուցչից Յոզեֆ Ռիսինից։ Ունկնդիրը սպասում էր, որ համերգի ընթացքում Անդրեան կկատարի նաեւ հայ կոմպոզիտորների գործերից։ Բայց Անդրեան անկեղծանալով ասաց, ժամանակային սահմանափակումները թույլ չեն տվել պատշաճ պատրաստվել, բայց խոստանում է, հաջորդ համերգը Գյումրիում կլինի նվիրված Կոմիտասի ստեղծագործություններին։ I would love to play more and now that I'm here in Armenia I know about Մեծագույն սիրով եւ պատասխանատվությամբ ցանկությունն եմ ուսումնասիրել եւ նվագել հայկական երաժշտություն, հատկապես Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք հոգեվոր մեծ բավականություն են ներշնչում։ Չնայած իմ ամենասիրելի հայ ջութակահարից Սերգեյ Խաչատրյանից հետո գուցե բարդ դիմի ինձ համար նույն բարձր կատարողականությամբ Կոմիտաս նվագել, բայց հաջորդ համերգն այստեղ անպայման նվիրված կլինի մեծ հային։ Ամեն նման համերգ ոչ միայն ամրապնդում է Գյումրիի սիմֆոնիկի մշակութային առաքելությունն ու դերակատարումը, այլև նպաստում է օտարազգի երաժիշտների հետ կայուն եւ շարունակական համագործակցության ձևավորմանը։ Համերգի ավարտին երկարատև ու չդադարող ծափերով հանդիսականը Անդրեային կրկին բեմ հրավիրեց։ Երաժիշտը եւս մեկ կատարում նվիրեց ունկնդրին։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։